Տիկին Գալստյան փաստաբան Արա Զոհրաբյանը ուրեմն դիմել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով Փաշինյանի գրառումների հետ կապված վերջին, որոնք նա կարծում է, որ նորմատիվային բառապաշարով չէ, վիրավորանքը, հավյանք եւ այլն եւ այլն։ Ինչ ընթացք են ստացել այդ դիմումները, արդյոք վարույթ հարուցվել է Փաշինյանի վեհարանին հոգեվոր դասին ուղղված գրառումների հետ կապված։ Նախ դիմումը մենք ստացել ենք չորեքշաբթի օրը, այսինքն դեռ ժամկետ ունենք քննարկման համար։ Դիմում ներկայացված առերևույթ խախտումներից մեկով մենք արդեն իսկ հարուցել էինք վարույթ սեփական նախաձեռնությամբ, մյուս քննության առարկաները, մյուս խնդիրները առերևույթ, որ ներկայացվել էին դիմումով, դեռևս քննության փուլում են եւ ենթադրում եմ երկուշաբթի օրը մենք արդեն կունենանք որոշում այդ մասով։ Որի հետ կապված է ինքնուրույն, որ դուք Մայիսի 30-ի հրապարակման հետ կապված, առավոտյան հրապարակման հետ կապված, մենք ինքնուրույն վարույթ արդեն ունեինք, հարուցել էինք։ Քերակնոջ թեմայով ես բառեր ներողություն չեմ կարող կրկնել։ Այդ թեմայով սրբազան Այդ հրապարակման հետ կապված մենք սեփական նախաձեռնությամբ հարուցել ենք, մյուսների առնչությամբ դիմում ներկայացված խնդիրները դեռևս քննության փուլում են, երկուշաբթի օրը կունենանք որոշում։ Ես ուզում եմ հասկանալ, հիմա եթե դուք վարույթի վերջում ինչ կարող եք որոշել, որ օրինակ վարչապետը անպարկեշտ բառապաշար է օգտագործել, չգիտեմ, ինչ եք վերջում որոշելու եւ դրանով հանդերձ ինչ ընթացք է ունենալու։ Տեսեք, նախ մենք հիմա պիտի քննարկենք վարույթ հարուցվում է թե չի հարուցվում, վարույթը եթե հարուցվում է, հարուցումից հետո հանձնաժողովը երկու տեսակի եզրակացություն պիտի տա, կամ առկա է վարքագծի կանոնների խախտում, կամ բացակայում է վարքագծի կանոնների խախտումը։ Այն դեպքում, երբ առկա է վարքագծի կանոնների խախտումը, քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց դեպքում պատասխանատվությունը հրապարակային է, հանրային է ավելի, այսպես ասած քաղաքական պատասխանատվություն, այսինքն մենք հրապարակում ենք, որ առկա է խախտում, պաշտոնատար անձն էլ պետք է պարզաբանում տա հրապարակային խախտման առնչությամբ։ Դատախազություն չեք դիմելու, եթե արձանագրեք, որ խախտում կա։ Ինչի հետ կապված պիտի դիմենք դատախազություն, եթե առերևույթ հանցագործության տարերի առնչությամբ չէ։ Վիրավորելու համար վիրավորական արտահայտություններ օգտագործել։ Մեր լիազորությունը դրան չի առնչվում, այն բոլոր դեպքերում եթե տեսեք հանձնաժողովը տեսնում է, որ մեկը գնդակահարում է, ասում է սա այն լիազորությունների մեջ չկա, չդիմեմ իրավապաններին։ Դուք ենթադրում եմ հարցը որ դակ պիտի սպասեք հարգել գործընկերներ, խնդրեմ թույլ տվեք ես։ Գնացեք։ Հա, խնդրեմ թույլ տվեք ես հարցին պատասխանեմ, այն բոլոր դեպքերում, երբ որ մենք վարույթի շրջանակներում հայտնաբերում ենք, որ առկային առերևույթ հանցակազմի տարեր, մենք ինքներս ենք հաղորդում ներկայացնում, բայց կան դեպքեր, երբ մենք դրան չենք եզրահանգում, այսինքն բացառապես վարքագծի կանոն է, այդ բոլոր դեպքերում մենք ենք տալիս վարքագծի կանոնի խախտում կամ բացակայություն։ Եվ համբար, եւ այսպիսի արտահայտություն, այսինքն պաշտոնյան քանի անգամ պետք է այսպիսի արտահայտություններ անել, որ որոշակի նաեւ վարքականon կիրառվի։ Մենք չունենք քանակ, այսինքն յուրաքանչյուր դեպք առանձին է քննվում, այն բոլոր դեպքերում, երբ որ կլինեն առանձին վարույթներով վարույթի հարուցման հիմքեր կամ առերևույթ խախտման հիմքեր, մենք հարուցում ենք առանձին